շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, գիտեմ, որ այս օրերի բավականին խառն եք, որովհետև վաղաշաբաթում ընտրություններ են առաջիկա եւ քարոզարշավ է։ Մենք անպայման կանդրադառնանք, թե օրինակ ինչ հարցերով են ձեզ մոտենում վաղաշաբաթցիները, էջմիածնեցիները, ինչ են ասում, ինչ ակնկալիքներ ունեն, բայց մինչ այդ կիրակի օրը Հովանավանքում մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, եւ այս լուսանկարը ցուցիչն է նրա, որ ուղղակի ձախողվեց եւ խայտարակվեց այս իշխանությունը Հովանավանքում, կիրառելով այդքան վարչական ռեսուրս, իրաց նախարարների, ընտանիքներով, մարզպետերով եւ ամեն ինչով բերել, բայց ընդամենը չկարողանա Փաշինյանը իր սիրտը հովացնելու համար ապահովի այնքան մասովկա, հենց այդ բառը պետք է օգտագործել, ինչից ինքը փառավորվում է։ Գիտեք, որ կիրակի օրը եւս ինքը նախաձեռնում է, որ գնա Հովանավանք պատարագի այսպես կոչված։ Խնդրեմ այս մասով, այս ինչի ցուցիչ է, ինչ տեղի ունեցավ, համեցեք։ Շնորհակալություն հրավերի համար, տեսեք, յուրաքանչյուր աղանդ, երբ որ ստեղծվում է, բավականին դժվարությունների միջով է անցնում։ Առավել ևս հիմա Նիկոլ Փաշինյանի պարագայում, որը ըստ էության ստեղծում է մի յուրահատուկ աղանդ, նիկոլական աղանդ ես կասեի, ու այդ աղանդի ճանապարհը շատ կարճ է լինելու եւ բնականաբար շատ դժվար է լինելու։ Վարչական ռեսուրսի վրա հիմնված հիմնականում պետական պաշտոնյաներով եւ այդ պետական պաշտոնյաների մերձավորներով այս հավաքը ցուցիչ է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը գնում է եկեղեցու պառակտման ճանապարհով, բայց այդ պառակտումը արձագանք չի գտնում հասարակության շրջանում։ Սա ոչ առաջին դեպքն է, հուսանք վերջին դեպքը կլինի մեր պատմության մեջ։ Ես բարբերաբար անդրադառնում եմ ընդհանրապես բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել պատմության մեջ, եւ իզուր չէ, պատմությունը անընդհատ կրկնվում է, եթե դրանից դասեր չեն քաղում։ Խոսել եմ այն մասին, որ 1920-ականներին անաստվածության, 20-ական 30-ականներին անաստվածության եւ հակաեկեղեցական պայքարի այդ դարաշրջանում, որը մոլեգնում էր ինչպես Ռուսաստանում, Հայաստանում եւ այլ երկրներում սովետական միության, ստեղծվեց ազատ եկեղեցի շարժումը։ Այդ ազատ եկեղեցիկը իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է այդ ազատ եկեղեցի շարժումը կապկելով, կրկնօրինակելով, այն ժամանակ էլ նման թեզերով էին հանդես գալիս, խոսում էին իբր եկեղեցին բարեփոխելու մասին, թերթեր էին հրապարակում, վարկաբեկում էին հոգևորականներին, որոշ կարգալույծ եղած հոգևորականների ներքաշում էին իրենց այդ շարժման մեջ, աղանդի մեջ եւ փորձում էին ցույց տալ, որ փորձում էին ցույց տալ, որ իրենք են իսկական եկեղեցին, ինչ ստացվեց այդ շարժումը 20-ականների վերջերին, 30-ականներին ուղղակի դադարեց գոյություն ունենալուց, որովհետև նախ եկեղեցին 1700 տարեկան ինստիտուտ է եւ շատ ավելի դիմակայուն է, քան նորահայտ աղանդները, երկրորդ ուղղակի հասարակության շրջանում այն արձագանք չգտավ։ Նույնը հիմա է տեղի ունենալու, մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտով ավարտվելու են այս այլանդակությունները, այս պառակտիչ, միմյանց նկատմամբ ատելություն տարածող գործընթացները, եկեղեցին մնալու է, ուղղակի Նիկոլ Փաշինյանը այլևս չի լինելու հրապարակային դաշտում, չի ունենալու ռեսուրսներ, որպեսզի կարողանա նման բաներով զբաղվի։ Ես մի բան կուզեի նշել, որ ինչքան հետքի հոդվածն եմ կարդացել, Հովանավանքը հատկացված է եկեղեցու տնօրինությանը, կադաստրի թղթով Հովանավանքը պատկանում է եկեղեցուն, ինքն է տնօրինում, այնտեղ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չհարգելով մասնավոր իրավունքը, չհարգելով եկեղեցուն, մտնում է Հովանավանք իր այդ, չգիտեմ, պաշտոնյաներով եւ պաշտոնյաների բարեկամներով, փաստացի սա մասնավոր տարածքի, մասնավոր իրավունքի կոպիտ խախտում է, նույն տրամաբանությամբ մեկը կարող է որոշել, որ ասենք պետք է մտնի կառավարական դաշաներ ու այնտեղ ասի, որ իմ հարկերով է դա պահվում, ինչպես իրենք են ասում, սա իմ եկեղեցին է, իրանք էլ կմտնեն, կասեն իմ հարկերով է այս ամեն ինչը պահվում, ես ուզում եմ այս հենց այս ննջասենյակում քնել։ Նույն համեմատական առումով լրիվ նույն տրամաբանությունն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի իր հիմնական պարտականությունը, ինչքան էլ զարմանալի լինի, սահմանադրության նաև
ապահովումն է օրենքի օրինականության, բայց պարբերաբար ինքը իր գործողություններով սկսած քաղաքական հետապնդումներից վերջացրած եկեղեցու նկատմամբ այս արշավները ցույց է տալիս, որ ըստ էության ինքը զբաղված է պետության չգոյությամբ, այսինքն քայլեր է անում, որոնք համահունչ չեն պետականության առկայության հետ։ Լավ, կարող ես իշխանություն ունենալ, բայց ինչ որ սահմաններ կան, որոնք չպետք է անցնել։ Բայց այս մարդու մոտ որևէ այլևս կարմիր գծեր չկան, եւ վերադառնալով եկեղեցուն, ես նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է շատ ագրեսիվ տեմպերով եւ տարբեր կարծիքներ կան, հա, ասենք, ինչպես այս ամեն ինչի միջից դուրս գալ, ինչպես եկեղեցին կարողանա կայուն մնալ եւ նիկոլական այս աղանդներին դուրք չտալով ինչ որ քայլեր չանի, նշեմ, որ այստեղ պետք է ուղղակի եկեղեցին կարողանա ճիշտ քայլերով դիմակայել այս արշավներին, առաջինը չէ, ինչպես նշեցի, տարբեր մեթոդներ կան, միակ բանը ես որ կարող եմ նշել, այս նման իրավիճակներում Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածություն, որ ստվերային թե հրապարակային առ ոչինչ է, որովհետև այդ մարդու հետ կարող են պայմանավորվել միայն կամ թելադրել միայն Ալիևն ու Էրդողանը, մնացած բոլոր դեպքերում, հատկապես ներքաղաքական այդ գործընթացների մեջ իր հետ պայմանավորվելը հավասար է մեղմ ասած տապալման, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանը որևէ պայմանավորվածություն պահելու ընդունակ չէ, որևէ խոստում պահելու ընդունակ չէ, հետևաբար ինչ պայմանավորված անելու է հակառակը, ես կարծում եմ նման փորձեր եղել են, դա տրամաբանությունն է հուշում, առողջ տրամաբանությունն է հուշում, բայց այդ մարդը կանգ չի առնելու։ Այսքանն է։ Ես ուզում եմ կարգալույց եղածի մասին խոսենք, Ստյոպան Ասատրյան, որ ըստ էության մենք տեսանք նաև մինչև այդ պատարագը մի քանի օր առաջ ինչ կազմակերպեցին Հովանավանքում իր պահվածքը, կեցվածքը, իր գորգորոցները, շատերի խոսքով էր Նիկոլավարի էր իրեն պահում, եւ ինչն է հատկանշական, որ նույն օրը Մայր տաճարում նորից պատարագ էր եւ վեհապարի առջևից գնում էր իր հարազատ եղբայրը նաեւ, մի տնից, բայց ինչքան տարբեր մարդիկ, այս անձը Ստյոպան այս ասածն ինչ է կարծում, ինքը գիտակցում ունի, ինքը ինչ է անում։ Տեսեք, ինքը Ստյոպա անունով այս անձնավորությունը, որին կարծես նիկոլական աղանդի կաթողիկոս են կարգել, ինքը այնքան փոքր մարդ է, որ իր գործողությունները վերլուծել մի քիչ դժվար է առողջ տրամաբանության շրջանակներում տարբեր մեթոդներով իր վրա կարող են ազդել, սկսած կոմպրոմատներից, որը Նիկոլ Փաշինյանի իմ մոտ այդպիսի տպավորությունն է, էլի ամենասիրած գործիքն է, վերջացրած համոզելով կամ ֆինանսապես շահագրգռելով, որևէ այլ պարագայում ես չգիտեմ, ասենք, լինել եկեղեցու հետ ընտանիքի անդամ, օծվել կաթողիկոսի կողմից, հա, ու նման հուդայություն։ Դա նշանակում է, որ ֆրանսիացիների մոտ մի ասացված կա, ասում են յուրաքանչյուր անորոշ իրավիճակում փնտրեք կնոջը, այսինքն կինը կարող է պատճառ լինել մարդու վարքագծի փոփոխության, մեր մոտ կարելի է նիկոլական այս դիկտատուրայի ավտորիտար համակարգի պարագայում պետք է, երբ որ մարդու մոտ կտրուկ փոփոխվում է վարքագիծը, քաղաքական կամ հոգևոր հայացքները, պետք է ասես փնտրեք փողը կամ կոմպրոմատները։ Ես նման ընկալում ունեմ, հետևաբար Ստյոպիկ, չգիտեմ, Ստեփանը շատ փոքր անձնավորություն է, որ իր բանին անդրադառնանք, հա, վարքագծի փոփոխությանը, ուղղակի ընդհանուր շղթայի մեջ էս ամեն ինչը պետք է դիտարկել, նույն տրամաբանության մեջ տեսեք, թե անձի իրավունքների խախտման, մասնավոր տարածքներ խուժելու, բազմաթիվ օրենքներ խախտելու դրսևորում էր այն կոմպրոմատը, իբր կոմպրոմատը, որը հրապարակվեց Արշակ Սրբազանի հետ կապված, այսինքն հասկանում եք, այս մարդկանց գործելաոճը, ով հնարավորություն ուներ նման ձայնագրություն անելու, ով հնարավորություն ուներ անպատիժ այդ ամեն ինչը հրապարակելու, հասկանալի է, հա, ինչ կառույցների մասին է խոսքը, նույնը վերաբերում է գաղտնալսումներին, որոնք հրապարակվեցին հայկական ժամանակի էջերում, սա ստեղծում է մի խճանկար, որտեղ հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ
իր թիմով զբաղված է եղել հոգևորականների վրա ինչ-ինչ դոսիեներ հավաքելով։ Եվ հիմա այդ դոսիեները օգտագործում է, մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում չի աշխատում, բայց սա կառավարման ճգնաժամի վկայություն է, որովհետև իշխանությունը ոչ միայն պարտադրանքի ուժով է գործում, ֆունկցիոնալացվում, այլ նաև համոզմունքի համոզելու Նիկոլ Փաշինյանի մոտ համոզելու մարդկանց ինչ-որ բան համոզելով ընտրել տալու փոխարեն անցել է բացառապես բռնության գործիքներ կիրառելուն, կոմպրոմատներ կիրառելուն, նույն բանը կարող ենք ասել համայնքապետերի հետ կապված, եկեղեցականների մասով արդեն նշեցինք, այսինքն այս գործողությունները ես հիմնականում դիտարկում եմ կոմպրոմատների ու ֆինանսական որևէ մեկը, իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ որևէ մեկն է, կամ կոմպրոմատ, կամ ֆինանսական շահագրգռում։ Այդուհանդերձ մենք գալիք Կիրակի ինչ սպասենք, նորից ժողովրդի արժանի պատասխանը կտա այս իշխանությունը չգնալով, ինչպես օրինակ Ինձ թվում է իրենք կփորձեն մի քիչ ավելի շատ մարդ հավաքել, կամ կասեն, որ մարդ հավաքելը այդքան էլ ցուցիչ չէ, մեր շարժման հաջողության, այստեղ որակն է, որ կարող է ներգրավել նոր հոգևորականների, ես համոզված եմ, որ իրենք շատ-շատերի հետ աշխատում են, որոշները կարող է այս իրավիճակում հայտարարեն նիկոլական աղանդին միանալու մասին, ասենք, եթե Արամեի եպիսկոպոսն է նիկոլական, կաթողիկոսն է նիկոլական այդ աղանդի, մյուսներն էլ կարող են եպիսկոպոս լինել, Հովանավանկը սարքելու է հակաաթոռ, այդպիսի բաներ եղել է մեր պատմության մեջ, բայց էլի կրկնեմ, որ սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է հասարակական շահի տեսանկյունից, այ Նիկոլ Փաշինյանի շահի տեսանկյունից սա հասարակությանը եւս մեկ անգամ պառակտելու փորձ է, կարող ենք ասել նաեւ որոշակի առումով հաջողված փորձ է ու վարկաբեկել եկեղեցուն, վարկաբեկել հոգևորականներին, այս առումով նա պետք է նշենք, որ շատ փոքր որոշակի հաջողություն գրանցել է։ Իր խնդիրը քաղաքական Նիկոլ Փաշինյանը այս ձևով լուծում է, բայց մի հսկա զանգվածել կա, որ ուղղակի ատում է Նիկոլ Փաշինյանին հենց այս հակաեկեղեցական գործողությունների պատճառով, սա գիտեք, սա հակաքրիստոսն է, հակաքրիստոնեություն է հասկանում եք, սա ոչ միայն եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու խնդիրն է, սա նաև հակաքրիստոնեական է, թեև ինքը թաքնվում է քրիստոնեական թեզերի, չգիտեմ, սաղմոսների, Աստվածաշնչից մեջբերումների հետևում, բայց Նիկոլ Փաշինյանը ըստ էության սիրո ու քրիստոնեության մասին խոսելով տարածում է հակաքրիստոնեություն, տարածում է ատելություն սիրո փոխարեն։ Սա պետք է ֆիքսենք, մի նայեք բառերին, մի նայեք իր, չգիտեմ, նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է կրոնական քարոզիչ իր Facebook-յան էջով։ Այդ մարդը զբաղված է շարժումներ կան, չէ, տարբեր աղանդավորական են ասում կրոնական։ Միջոց որ ներկայացուցիչները Հովանավանքում էին այդ օրը, այնտեղ սեռական ինչ-որ անհայտ կողմնորոշում ունեցող։ Ինչի անհայտ, լավ էլ, հայտնի կողմնորոշում ունեցող մարդիկ էին այնտեղ։ Այս մարդը զբաղված է, ասենք, երկրի բոլոր դարդ ու ցավերը թողած, անվտանգությունը թողած, օրը մեկ-մեկին սպանում են, մեկին չգիտեմ ինչ են անում, ծանր հանցագործությունների թիվը, եսի ինչ բաներով երկրաչափական պրոգրեսիվ աճել, ինքը զբաղված է, ասենք, սաղմոսներ կարդալով, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ սա հակաքրիստոնեական գործողություններ են, սա հակաքրիստոնեական շարժում է, իմ մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ Փաշազադեի հրահանգով Նիկոլ Փաշինյանը փորձում է դավանափոխ անել հայ ազգին։ Չգիտեմ, մի օր էլ կգա կասի ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, քանի որ մեր ինքնությունը այն չէր, ինչ որ մենք պատկերացրել էինք, դե եկեղեցին էլ տեսակ ինչ է, հետևաբար մեր ինքնությունը թույլ է տալիս մեզ, օրինակ ընդունել, չգիտեմ, մամեդականություն, կառուցել մզկիթներ, Փաշազադեին էլ սարքենք մեր իրենց, այսինքն հոգևոր առաջնորդը։ Ես չեմ զարմանա, որ որոշակի իրավիճակում Նիկոլ Փաշինյանը նաև նման կոչով, նման պարտադրանքով, նման հայտարարություններով հանդես գա, դա հեռու չէ իրենից։
ես իրենից ամեն ինչ սպասում եմ, այդպես ասեմ։ Վաղաշաբաթում քարոզարշավ է, ինչպես կգնահատեք, ինչ են ասում մեր հայրենակիցները ձեզ, ինչ ակնկալիքներ ունեն, ինչպես են գնահատում եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը, խնդրեմ։ Իրոք մենք Մայր Հայաստանը մասնակցում է վաղաշաբաթի ընտրություններին, ակտիվորեն ներգրավված է քարոզարշավի հետ, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ քարոզարշավից առաջ էլի ամենօրյա ռեժիմով մենք շփվում էինք քաղաքացիների հետ, տրամադրությունները ես կարող եմ ասել, որ հիմնականում իմ տեսածը պրոֆեսիոնալ սոցիոլոգի գնահատականի չեմ հավակնում, բայց իմ տեսածով հիմնական մասը իրենց խոսույթում, իրենց հայտարարություններում ընդդիմադիր է, դատապարտում են եկեղեցու դեմ կատարվող այս այլանդակությունները, որոշ փոքր մաս կա, որ այդ բառը օգտագործենք, նիկոլական է, բայց բնական է հասարակությունը բազմաշերտ է, կարող են եւ նման շերտ լինի, բայց կուզենայի մենք իմիջիայլոց ժողովրդի մոտ երկու տիպի խնդիրների վերհանում է, մեկը ավելի մասշտաբային հանրապետական համազգային մակարդակի, մյուսը ավելի քաղաքային, թե որն է շատ չեմ կարող ասել, ինձ մոտ տպավորություն է, որ 50-50 է, մենք Մայր Հայաստանը իր քարոզարշավի ընթացքում եւս հասարակությանը ներկայանում է այդ երկու խնդիրների լուծման բանաձևերով, մեկը այն, որ համապետական այդ խնդիրները, համազգային խնդիրները եկեղեցու դեմ այս հակաքրիստոնեական արշավը կանգնեցնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն եւ վաղաշաբաթը լավ հնարավորություն է այդ իշխանափոխությունը սկսելու համար։ Վաղաշաբաթը ես կասեի շատ ավելի կարևոր է, քան Գյումրիի ընտրություններն, նույնիսկ Երևանի ընտրությունները, քանի որ համապետական ընտրություններից առաջ է տեղի ունենում եւ եթե վաղաշաբաթցիները, ես համոզմունք ունեմ, որ այդպես էլ կլինի, վաղաշաբաթցիները գնան քվեարկության շատ ակտիվ եւ մասնակցեն քվեարկությանը, ես համոզված եմ, որ մասնակցության բարձր տեմպերի դեպքում Նիկոլ Փաշինյանը շատ վատ մղձավանջային իրավիճակում է հայտնվելու, քաղաքացիական պայմանագիրը հերթական անգամ տապալվելու է, այսինքն պետք է վաղաշաբաթցիներին կոչ անել, մեր սիրելի վաղաշաբաթցիներին, էջմիածինցիներին, որ անպայման գնացեք ընտրությունների, անպայման մասնակցեք այդ ընտրություններին։ Մյուսը, որ Մայր Հայաստանը պարբերաբար անդրադառնում է, դա քաղաքային խնդիրներ են, տարատեսակ դպրոցների, բակերի, ասֆալտի, աղբահանության, այսինքն այն բոլոր խնդիրներն ենք մենք անդրադառնում եւ կոմպլեքս լուծումներ ենք առաջարկում, որոնք առկա են Հայաստանի մյուս բոլոր քաղաքներում եւ ինչպես Գյումրու պարագայում, այս պարագայում եւս մենք Էջմիածնի դեպքում առաջարկում ենք ֆունդամենտալ լուծումներ, որոնք Էջմիածինը վաղաշաբաթ խոշորացված համայնքը դուրս կբերի սոցիալ-տնտեսական ճգնաժամից եւ կդարձնի զարգացած տուրիստական քաղաք։ Այս առումով ես պետք է նշեմ, որ բավականին մեծ արձագանք է գտնում Մայր Հայաստանի այս բանաձևերը, մարդիկ բավականին ակտիվ արձագանքում են, ես հասկանում եմ, որ տևական ժամանակ քաղաքական կուսակցություններից, քաղաքական գործիչներից հիասթափության ալիք է նկատվել, բայց այս դեպքում ես այդ ալիքը կարծես չեմ նկատում, մարդկանց մոտ կա վստահություն, որ այս ընտրություններից հետո իրենց համայնքում նույնիսկ որոշ մարդկանց մոտ նաև այդ տպավորությունն է, որ համապետական մասշտաբով տեղի ունենալու փոփոխություններ, քաղաքական ակտիվությունը բավականին բարձր է ու ես լիահույս եմ, որ նոյեմբերի 16-ից հետո մենք արթնանալու ենք այնպիսի վաղաշաբաթում, որը ֆունդամենտալ կերպով մերժել է նիկոլականներին, ՔՊ-ին ու իր սատելիտ այդ Արամ Զավենիչի կուսակցություն կարան մոռացա դրանց դրածոյին կամ բրածոյին, ես այս առումով մեկ բանի եմ ուզում անդրադառնալ, օրինակ ՔՊ-ի տեխնացում, տեսեք, Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե վաղաշաբաթի ընտրություններին օրինակ այլասերված ինչ-որ մեխանիզմներով, ինչ-որ զարթուղի ճանապարհներով չփորձեր ինչ-որ բան կառուցել։ Դրել են մի տեխնացուի, որը Արցախում մեծ ներդրում ունեցած մարդու զավակ է, Մեխակյանը, բայց նա մտնելով Նիկոլ Փաշինյանի փեշի տակ
քաղաքական փեշի տակ ըստ էության դավաճանել է հոր վաստակը Արցախում։ Այսինքն այն ռեյտինգը, որը ինքը կարող էր ունենալ որպես Արցախի ազատագրական պայքարի մասնակցողի որդի, դրանով արդեն ոչնչացել է։ Էլ տեղ չկա ոչնչանալու։ Եթե մարդ գնում կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքը, իսկ ինքը բազմաթիվ անգամներ 18 թվականից հետո 18 թվականի դրանից հետո գնացել կանգնել Նիկոլ Փաշինյանը, դա արդեն համարենք զրոյացված։ Եվ մեկ հետաքրքիր հանգամանքի եմ ուզում անդրադառնալ վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված այդ Նիկոլ Փաշինյանի բանաձևի շրջանակներում իրենք հասկացել են, ԿՊ-ում հասկացել են, որ իրենց կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը եւ իրենց լիդերը Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով բորոտներ են։ Այսինքն մարդիկ իրենց հետ ասոցացվելու դեպքում իրենց վատ են զգում, դիսկոմֆորտ են ապրում։ Նույնը իրենց տեխնացուն, իրենց տեխնացուի հետ կապված, ոչ թե իրենց տեխնացուն լավ էր կոմֆորտ է զգում Նիկոլ Փաշինյանի թիմում։ Փեշիտա, բառերն են, հեսա մենք դրանք կանդադարում։ Դե դրան եմ անդրադառնում էլի, ըստ էության, որ կարող է իրեն թույլ տալ բաներ, որոնք հարիր չէ քաղաքական գործին, հարիր չէ տղամարդուն, այս առումով տեսեք Արգիշտի Մեխակյան կոչվածը ներկայացվում է ԿՊ-ի կողմից այնպես, որ իրենք այդքան էլ նիկոլական չեն, այդքան էլ ԿՊ-ական չեն, չգիտեմ, ինչպես են մտածել, որ կարող են դա համոզել ժողովրդին, կարող է մի քանի հոգու համոզել են, ասենք լոգոները փոքր են կպցնում, Նիկոլ Փաշինյանը չի երևում այդ քարոզարշավին, բա Նիկոլ Փաշինյան քո դրած տեխնացուն է, մի հատ արի վաղաշաբաթ, քարոզարա, շաբաթ-կիրակի օրերին, հա, այդ աշխատանքային օրենսգիրքը չխախտելու համար, ցույց տուր, որ դա քո տեխնացուն է, բոլոր հնարավոր ձևերով ցույց տուր, որ դա քո տեխնացուն է, բայց ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը դա չեն անում, հրաժարվում են դա անելուց, փոխարենը խաղի մեջ են մտցրել իմ նշած այդ Վազգեն Սարգսյանի, ես դրանց եվրողլիներ եմ ասում, դրա տեխնացուին, անունը ճիշտ ասած չեմ էլ հիշում, են շատ բան էմոցիոնալ տղեն, որ Հովհաննես Մկրտչյանը, որ ասում է, որ պահին Բեհարանի վրա գրոհը սկսվեց, այդ մարդ դրանց տեխնացուն, հանրապետության կուսակցության տեխնացուն, փորձում է իրեն ցույց տալ Նիկոլից ավելի Նիկոլ, ԿՊ-ականից ավելի ԿՊ-ական ու անգամ հմեկի տաղավարում մեղադրում է Նիկոլ Փաշինյանի տեխնացուին, այդ Արգիշտի Մեխակյանին ավելի քիչ ԿՊ-ական, ավելի քիչ նիկոլական, ավելի քիչ հակաեկեղեցական, հակաքրիստոնեական լինելու մեջ, քան ինքն է։ Փորձում է ցույց տալ, որ իրականում Նիկոլի տեխնացուն ոչ թե այդ մարդն է, այլ ինքն է։ Սա քաղաքական տրյուկ է, ժողովուրդ ջան, չխաբնվեք այս ամեն ինչին, Նիկոլ Փաշինյանի տեխնացուն ոչ թե այդ Բրածոն է, Արամ Սարգսյանի, այլ Արգիշտի Մեխակյանն է, անմիջական Նիկոլ Փաշինյանի կողմից հավանության արժանացած եւ նրան աջակցող տեխնացուն է Արգիշտի Մեխակյանը։ Իսկ այն մյուսին դրել են այդտեղ, որպեսզի նա կարողանա ստեղծի մի քարոզչական թոս, փոշի փչեն ժողովրդի աչքերին, որ այ իրականում Նիկոլ Փաշինյանը իսկ լրատվական ինչ որ կայքերում նման ինֆորմացիա տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է արել այն մեկի վրա, բայց նման բան չկա։ Այդ մեկը ուղակի դրածո է, որը խաղում է իր դերը, ինչ որ ձայներ է փորձում փախցնել Եվրողլի թեզերի շրջանակներում, իբր Եվրոպա, բայց իրականում Թուրքիա գնալու ծրագրի շրջանակներում ինչ որ ձայներ կարող է մարդիկ տան, խապնվեն, հիմա մարդս հնարավոր է, բայց Նիկոլ Փաշինյանի իրական տեխնացուն Արգիշտի Մեխակյանն է, ժողովուրդ ջան, այս առումով հետևություններ արեք այն առումով, որ մարդ, որի հայրը մեծ ներդրում ունի Արցախի ազատագրման գործում, որդին կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, որի թեթև ձեռքով, որի քաղաքականության ու քայլերի հետևանքով Արցախը ոչ միայն հայաթափվեց, այլ հայտնվեց Իլհամ Ալիևի գրպանում։ Սրանք որակական ցուցիչներ են, պատկերացրեք, եթե մարդ ընդունակ է նման քայլերի գնալ, ապա նրանից արդար կառավարիչ, արդյունավետ կառավարիչ շատ 99% հավանականությամբ հնարավոր չի նման բան։
Այնպես որ հարգելի վաղարչապահցիներ, ավարտելով իմ խոսքը, կրկին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, մերժեք քաղաքացիական պայմանագրին, նրա տեխնացուին Արգիշտի Մեխակյանին, Նիկոլ Փաշինյանի սատելիտ դրածո կուսակցություններին ու տեխնացուներին, մեկը կա, ես նշեմ, որ Արամ Սարգսյանի կուսակցությունը, Հանրապետությունը, դա Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված, Նիկոլ Փաշինյանի կողմից խաղացվող քաղաքական ուժ է, որին ըստ անհրաժեշտության օգտագործում են։ Գյումրիում օգտագործեցին չեղավ, անպետք գործիք էին, հիմա մի քիչ նորոգել են այդ գործիքը, բերել գցել են վաղաշապացիների ջանը, բայց սա ինֆորմացիայի համար եմ ասում, որ հետևություններ անեք, հանկարծ չասեք, վայ, ես որպես ընդդիմություն կամ որպես այլընտրանք հպեին գնացի ընտրեցի, բայց տեսակ իրենք ծախվեցին Նիկոլ Փաշինյանը, ինչպես դա եղավ Երևանի ավականու պարագայում, որ նման խոսակցություններ չլինի, հետևությունները արեք եւ հստակ ձեզ համար ֆիքսեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արգիշտի Մեխակյանի դեմքով, ով ուրացել է իր հոր վաստակը Արցախում, Արցախի ազատագրման գործում։ Իմիջիայլոց նույն այդ Մեխակյանի հետ կապված իր վերջին լկտի պահվածքը բանավեճին ինչով է պայմանավորված, այդքան վստահ է, թե տեսեք, այդ տղան, որը իրեն քաղաքական կորչին, ընդհանրապես մարդուն ոչ հարիր վարքագիծ է դրսևորում հանրային հեռուստաընկերության եթերում, տարբեր վիրավորական հայտարարություններ հնչեցնելով, ինքը նաև այդ Արամ Սարգսյանի բրածոն շատ լավ հասկանում եմ, որ Էջմիածնում Վաղաշապատում Մայր Հայաստանը կարող է խառնել այդ իրենց գծած քաղաքական քարտեզը, խաղաթղթերը եւ այնպես անել, որ խիարը, կոպիտ ասած, ինչպես կասել դասականը, թարս աճի։ Ու այս իրավիճակում նրանք պատահական չէ, որ անցնելով բոլոր սահմանները թիրախավորում են Մայր Հայաստանին, թիրախավորում են Մայր Հայաստանի տեխնացուներին, թիմակիցներին, սա ցույց է տալիս ուղղակի իրենց թուլությունը։ Ես ուղղակի չեմ ուզում իրենց մակարդակին իջնել իրենց բառերով պատասխանել, բայց պետք է հետևություն անենք, ու այդպիսի հետևություն արդեն արված է, որ սա ուղղակի թուլություն է, թուլությունից մարդն ընկնում է հիստերիայի մեջ։ Օրինակ իրենց լիդերը, երբ հայտնում է ծանր պայմաններում, հիստերիկ բղավոցներով, ասենք, ուղիղ եթեր է մտնում, սրանք էլ հայտնվել են նեղ իրավիճակում, բավականին թույլ իրավիճակում, զգում են իրենց վերահասպարտությունը, դրա համար նույն հիստերիկությունը անում են հանրային հեռուստաընկերության եթերում։ Ինչպես կասեր ժողովուրդը, ճտերը աշնանն են հաշվում եւ նոյեմբերի 16-ից հետո արդեն մենք գնահատական կտանք ով, ինչպես, ինչու եւ ժողովուրդը ինչպիսի գնահատականի արժանացրեց յուրաքանչյուր քաղաքական ուժի։ Եվ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ տեսեք, առաջին անգամ ենք բյուջեն քննարկում ենք խաղաղ պայմաններում, 1 տարի 8 ամիս է սահմանի զոհեր չունենք, ու գուցե չունենք սահմանին հայ-ադրբեջանական, բայց զոհերը երկրի ներսում են, մենք ամենօր լսում ենք սպանություններ, մահեր, ընտրված համայնքապետի սպանություն, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ այն իրաց խաղաղությունը, որի մասին իրենք խոսում են, սրան զուգահեռ ադրբեջանական հանրության շրջանակներում այլևս խոսվում է այն մասին, որ իրենք գալու են եւ հաստատվել Հայաստանում 300,000 եւ ավել ադրբեջանցիների մասին է խոսքը։ Նախ 300,000 ադրբեջանցիները կամ ավել կամ պակաս դա էական չի, շուտվանից են խոսում, որ գալու են, հաստատվելու են, դա Ալիևը եւ քաղաքական էլիտան Ադրբեջանի վաղուց է նման պահանջ ներկայացնում եւ Նիկոլ Փաշինյանը իր թիմով են Ալեն Սիմոնյան բանկադրանք անդադ ասում են, որ պետք է պատրաստ լինել այլ ազգիների հետ ապրելու եւ այլն, դա հասկացնում են, որ ինչ որտեղ համաձայնվել են այդ ծրագրին, հիմա ես դրա մասին կանրադառնամ, ինչ վերաբերում է խաղաղությանը, սահմաններին զոհեր չլինելուն, ժողովուրդ ջան, հիշեք 18 թվականին այդ Դուշանբեում վերելակում մերձեցման, այդ մերձ հանդիպման ընթացքում Ալիևը դրանից հետո որոշակի շրջան 1 տարի երևի էլի զոհեր չկային կամ քիչ զոհեր էին։ Նախ զոհեր կան թե չկան կդժվարանամ ասել, ըստ պաշտոնական տեղեկությունների չկան, բայց հասարակության մեծ մասը արդեն պաշտոնական տեղեկատվությանը չի էլ հավատում, անլուրջ են վերաբերվում իրենց իսկ գործողությունների պատճառով, լավ, փառք Աստծո չկան զոհեր, բայց մենք տեսանք, որ 1 տարի զոհեր չկային, հետո ինչպիսի աղետ բերվեց երկրի գլխին։
արդյունքում ունեցանք Արցախյան երկրորդ պատերազմ, պարտություն, 5000-ից ավել զոհեր ու ասենք դրանից հետո ով է հիշում, որ 1 տարի առաջ զոհեր չկային։ Մենք տեսանք, թե ինչպիսի ողբերգության հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունը։ Ես հիմա համոզված չեմ, որ նույն բանը տեղի չի ունենալու։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Խաղաղությունը սահմանին զոհեր չլինելն է, թե խաղաղությունը ավելի ֆունդամենտալ հասկացողություն է, որին պետք է հասնել արժանապատվորեն, ոչ թե կռացած, ոչ թե Ալիևից ինչ-որ բաներ մուրալով և չստանալով։ Ես ինչանով համոզված լինեմ, որ ասենք ինչ-որ բանի դիմաց Նիկոլ Փաշինյանը չի աղաչել, չի խնդրել Ալիևին, որ սահմանում մի քիչ հանգիստ պահեք, որպեսզի ես կարողանամ հայ ժողովրդի վրա խաղաղություն ծախել, իսկ դրանից հետո ինչ ուզում եք արեք։ Իսկ որ Ալիևը պատրաստվում է ինչ-որ բաներ անելու, հուշում է հենց սպառազինությունների մակարդակը, որը նա գնում է տարբեր երկրներից։ Ես վերջերս կարդացի, որ կործանիչներ էին ներկրել Պակիստանից։ Լավ, խաղաղության պատրաստվող երկիրը, այդ ինչու է մինչև ատամները զինվում, ինչու են ամեն ամիս զորավարժությունները անցկացնում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան։ Ադրբեջանը ուներ մեկ թշնամի, ունի մեկ թշնամի, հիմա Նիկոլ Փաշինյանին չհաշված էլի, դա Հայաստանն էր, հիմա իր պատկերացմամբ Հայաստանի հարցերը լուծել է, Նիկոլ Փաշինյան դրա հետ համաձայն է, հիմա ինչու է զինվում։ Սա այդ զենքը ինչ-որ Չեխովի ասածով, եթե պատին զենք է կախված Արարի ժամանակ ինչ-որ մի սցենայում դա կրակելու է։ Հիմա Ադրբեջանը ինչու է զինվում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այս զոհերի բացակայությունը սահմանում ծախում է որպես խաղաղություն, բայց ֆունդամենտալ խաղաղություն չբերելով, ֆունդամենտալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ չպայմանավորվելով, մեզ կարող է կանգնեցնել նոր աղետի, նոր պատերազմների, նոր ցեղասպանության, նոր հայաթափման առաջ։ Սա շատ վտանգավոր խաղ է, որը վարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ամիսներին պետք էր թուղթ, որի վրա գրված է խաղաղություն։ Հիմա այդ թուղթն էլ չի ստացել։ Նախաստորագրված ինչ-որ խզբզոց է ստացել, որը պայմանագրի ուժ չունի, որովհետև դա պետք է ստորագրվի, բայց այդ ստորագրվելու համար Ադրբեջանը բազմաթիվ պահանջներ է առաջ բերում։ Դրանցից մեկը սահմանադրության փոփոխությունն է, իրենք ասում են Ալիևի հետ համաձայն չենք, իր պահանջները չենք կատարում, բայց երկրորդ նախադասությունը նույն Արարատ Միրզոյանի ասում է մեր օրակարգում կա սահմանադրության փոփոխություն։ Սուտ Արարատ Միրզոյանը սուտ է խոսում այն առումով, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, իրեն բազմաթիվ անգամներ հարց է տրվել, թե սահմանադրությունը իրեն եւ իր շեֆին Նիկոլ Փաշինյանին մնացած պետք է փոխել սահմանադրությունը, իրենք ասել են նման անհրաժեշտություն չկա, գուցե ինչ-որ կետեր, ինչ-որ բաներ այսպես խմբագրելու եւ բարելավելու առումով կարող է նման բան լինել, բայց ֆունդամենտալ փոխել սահմանադրությունը ԿՊ-ի կողմից նման օրակարգ չի առաջադրվել, օրակարգում նման խնդիր չի առաջադրվել, բայց հիմա երբ Ալիևը պահանջում է, իրենք ասում են չեն կատարում հրապարակային, բայց իրականում իրենց քայլերով իրենք կատարում են Ալիևի պահանջը։ Ինչ վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին, չգիտեմ դա կլինի 300,000, կլինի 100,000, 50,000, բայց ինչ որ թիվ էստեղ գալուց հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք տեսնելու ենք, թե ինչպիսի դեմոգրաֆիկ ռումբի հետ մենք գործ ունենք, որի քաղաքական հետևանքները հարգելի հայ ժողովուրդ, հարգելի հայաստանցիներ շատ աղետալի է լինելու։ Դուք հայտնվելու եք թուրքական միջավայրում, թուրքերը ադրբեջանցիները թելադրելու են սկզբում համայնքներում, քաղաքներում, գյուղերում օրակարգ, քաղաքական օրակարգ, իրենք իրենց համայնքապետներն են ընտրելու, իրենց ավականներն են ընտրելու, իրենց կազմակերպվածության եւ այդ դեմոգրաֆիկ բուրըն զարգացման արդյունքում, որին աջակցում են Էրդողանն ու Ալիևը, հետո դա տեղափոխվելու է արդեն համապետական մասշտաբ։ Մի քանի տարի հետո մենք խորհրդարանում տեսնելու ենք ադրբեջանցի падգամավորներ, իսկ այդպես շարունակվելու դեպքում որոշակի ժամանակ դրանից անցնելուց հետո մենք կարող ենք տեսնենք ադրբեջանցի վարչապետ Հայաստանում, սա մղձավանջ է ձեզ թվում, ես հասկանում եմ, բայց սրանից մի քանի տարի առաջ, 5-6 տարի առաջ մղձավանջ էր նաև Արցախ Ադրբեջանի կազմում տեսնելը, բայց մենք տեսանք։
Հետևաբար այս ռիսկները հաշվարկեք, ձեր տեսեք քաղաքական ակտիվություն է պետք է ամեն ինչում։ Քաղաքական ակտիվությունը կարող է դրսևորվել եւ հանրահավաքների մասնակցելով եւ ընտրությունների մասնակցելով։ Մարդ կա, այդպիսին է, չի ուզում հանրահավաքների, բողոքի ակցիաների մասնակցի, բայց պարտավոր է մասնակցի ընտրությունների իր քվեով հեղափոխություն անելու համար։ Ձեզանից մի բան է ասնելու, ակտիվ մասնակցեք ընտրություններին, կանխեք այս ամեն ինչը, ինչի մասին մենք խոսեցինք։ Հանրահավաքներ, չգիտեմ, բողոքի ակցիաներ, անհնազանդության ակցիաներ, դիսկոմֆորտ է ձեզ համար մասնակցելը, հասկանալի է, բայց ձեր այդ դժգոհությունը, այս ամեն ինչը որ լսում եք, ես հասկանում եմ, որ բուրըն դժգոհություն է առաջացնում, բայց այդ դժգոհությունը կապիտալիզացնելը շատ-շատերի պարագայում դա ընտրությունների մասնակցելն է։ Որտեղ ասենք վաղաշաբաթում վաղաշաբաթից եք կամ մարդիկ ունեք այնտեղ, որ ձեր խնդրանքը կհարկեն, կարող եք խնդրել, որ ակտիվորեն մասնակցեն, հետո արդեն համապետական ընտրություններ են։ Այսինքն ակտիվ քաղաքական դիրքորոշմամբ մենք կարող ենք միայն կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի ադրբեջանականացման, շատերը նշում են թուրքացման, բայց ես կարծում եմ, որ ադրբեջանականացման է տանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը եւ կարծես իրագործում է Իլհամ Ալիևի բովանդակային առումով իրագործում է արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը։ 300,000 ադրբեջանցի Հայաստանում դա նշանակում է, որ 10 տարի այստեղ միլիոնի կեսից հայ մարդը փողում չի կարող ապրել, դա միլիոն ու կեսից ավել ադրբեջանցի է լինելու, հայ ժողովուրդ, հարգելի հայաստանցիներ, կողմնորոշվեք, որտեղ եք ուզում ապրել։ Ես հասկանում եմ, մարդիկ կա, կասի տները լավ գնով կծախեմ, կգնամ, ասենք Կոպենհագենում եկեղեցու կողքին խորոված կուտեմ ու ինձ հայ կզգամ։ Չի կարող, որովհետև այդպիսի մարդիկ կան։ Եվրոպան հələ հարց է իրանց ընդունելը, թե ոչ։ Ну, այդպիսի մարդիկ կան, որ այդպես մտածում։ Լավ կգնա Կրասնոդար կամ չգիտեմ, ինչ որ միտեղ։ Դրանք ասենք հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի պետության համար կորցրած քաղաքացիներ են։ Հավատում եմ, որ մեր ճանապարհները բաց կլինեն, որ մենք Դե կարողանանք փախչել։ Ինչ որ միտեղ կթողնեն, որ մի քանի հոգի փախնեն, բայց խնդիրը դա չի։ Խնդիրն այն է, որ թույլ չտանք այս ամեն ինչը։ Թե չէ այդ աղետը մենք 80-ականներին օրինակ տեսել ենք։ Ես օրինակ բերեմ Շիրակի մարզի հետ կապված Ամասիայի տարածաշրջան կար, որտեղ բնակեցված էր թուրքերով, ադրբեջանցիներով գյուղեր կային։ Ու այնքան էին շատացել, որ հայերը արդեն խորհրդային Հայաստանում, խորհրդային միության այդ տիրապետության ներքո վախենում էին այդ տարածաշրջան մտնել, որովհետև թուրքերը իրենցով էին արել ամեն ինչ։ Հարգելի հայաստանցիներ, մենք կանգնելու ենք նման դեմոգրաֆիկ պայթունի առաջ ադրբեջանցիների պահանջները բավարարելու դեպքում եւ այստեղ 100,000-ավոր ադրբեջանցիներ տեղավորելու դեպքում դա ձեզ ծախելու են որպես, չգիտեմ, հանդուրժողականություն, խաղաղություն, այլ ազգիների հետ ապրելու, առևտուր անելու, խաղաղ համագործակցելու, չգիտեմ, սիրուն ինչ որ բառեր, բայց արդյունքում դուք ձեր հողում լինելու եք օտար, դուք ձեր հայրենիքում, ձեր պատմական հայրենիքում դառնալու եք իսգոյ եւ վերջում ձեզ ստիպելու են ուղակի լքել ձեր հայրենի հողը, եթե դուք շարունակեք, դուք ասելով նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր անվերապահորեն հավատում են այս իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, հավատալ ու անել գործողություններ, որոնք բխում են Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այսքանը։